Հունվարի 12-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում տեղեկություն էր ստացվել, որ Սեբաստիա փողոցի 82 շենքի բնակարաններից մեկից համակարգիչ են գողացել։ Տարածքի տեսախցիկները ֆիքսել էին գողություն կատարած անձանց։ Բացի այդ, շուտով ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ստացվեցին օպերատիվ տվյալներ։ Փետրվարի 13-ին գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկվեցին Երևանի բնակիչներ Գևորգ Հովհաննիսյանը և Արման Գրիգորյանը։ Ձեռնարկում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ, քննությունը շարունակվում է։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի փետրվարի 26-ից 29-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է։ Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 24 դեպքից բացահայտվել է 21-ը, խարդախության 9 դեպքից 8-ը։ Բացահայտվել է գողության 29, յուրացման եւ խուլիգանության 3-ական, շորթման, հարկերից խուսափելու եւ դրամանենգության 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 4, մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու եւ խարդախության 1-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 21 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 30-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը Երևան մտնող ճանապարհահատվածներում եւ մայրաքաղաքում։ Փետրվարի 21-ից 28-ը Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության առաջին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 148 տրանսպորտային միջոց, որից 2-ի խլացուցիչը առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված է եղել բարձր ձայնով երթևեկելու համար, 93-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում, իսկ 53 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել համապատասխան փաստաթղթեր չունենալու եւ այլ խախտումների համար։ Ոստիկանության Սևանի բաժնի կողմից Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 2 հոդվածների մեղադրանքով հետախուզվում է 1974 թվականին ծնված Սերգեյ Մելքոնյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա կամ Սևանի բաժին կամ զանգահարել 59 06 07 0261 22002 22021 102 հեռախոսահամարներով։ Մարտի 1-ին Երևանի ժամանակով ժամը 11:13-ը արտերկրի մեր հայրենակիցները Skype-ի միջոցով կարող են հարցեր ուղղել ոստիկանության ներկայացուցչին, մասնավորապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր եւ նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաեւ անձնագրային եւ վիզաների վարչության գործառույթներին առնչվող այլ հարցերի վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Skype-ի հասցեն Armenian Police հարցեր կարելի է ուղղել նաև press@police.am, դիմում @police.am էլեկտրոնային հասցեներին։ Փետրվարի 25-ին ոստիկանների եւ դպրոցականների միջև առօրյա շփումն ամրապնդելուն ուղղված հերթական միջոցառումն անցկացրին Արաբկիրի ոստիկանության վետերանների խորհրդի անդամները։ Պաշտոնաթող ոստիկաններին այս անգամ հյուրընկալել էին Երևանի ինֆորմացիայի պետական քոլեջում։ Թեև հանդիպումը կազմակերպվել էր վետերանների կողմից, սակայն քննարկվող թեման ոստիկանական չէր։ Միջոցառմանը հրավիրված ոստիկանության պաշտոնաթող փոխգնդապետ Անուշ Օհանյանը ելույթ ունեցավ Մաշտոցյան Այբուբենի մշակութային առեղծվածները թեմայով, որից հետո թեմայի շուրջ բավական ակտիվ քննարկում տեղի ունեցավ քոլեջի սաների, ուսուցչական կոլեկտիվի եւ վետերանների միջև։